Ես արդեն հասցրել եմ պատրաստվել։ Ընտրել եմ իմ այսօրվա լուքը Անի բուտիկից, բուրգունդի կոշիկներս Թոֆրուզից, վերցրել մարաշի քաղցրավենիքը, սուրճն էլ արդեն պատրաստ է։ Եվ ամենակարևորը, ես այսօր մեկ գավաթ սուրճի եմ հրավիրել հայտնի մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Հարությունյանին։ Բժիշկ լինելը նրա համար սոսկ մասնագիտություն չէ, դա ամենօրյա հոգատարություն է, նվիրում, պատասխանատվություն, առաքելություն։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն Արմինե, որ դուք ընդունեցիք սուրճի իմ հրավերը։ Մենք երկուսով ուղղակի պեղեցինք այդ ժամանակը միասին։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Դե մենք հիմա կսրճենք քաղցրավենիքը մարաշի անպայման կհամտեսեք եւ իհարկե կզրուցենք։ Հաճույքով։ Արմինե Հարությունյան անուն ազգանունը ոլորտում արդեն բրենդ է եւ այն համարժեք է բարձր պրոֆեսիոնալիզմին եւ անվերապահ վստահությանը։ Այ մեծ է չէ դրա գինը։ Իհարկե, մեծ է նրա գինը, քանի որ դու ամբողջ կյանքդ նվիրում ես քո մասնագիտությանը, քո պրոֆեսիոնալիզմին, կայանալուն եւ կարեւորագույնն է, որ դու սիրով ես անում դա։ Ինչքան ծանրություն լինի, միևնույն է, եթե կա սեր, կա ցանկություն, դա արդեն հաճույք է եւ առօրյա քո գործունեությունն է, չես կարող տրտնջալ, ինչքան էլ երեկոյան ուշ քնես, գիշերները աշխատես, միևնույն է, դա քո առաքելությունն է եւ դա պետք է անես սիրով։ Լավ մանկաբարձ գինեկոլոգ լինելու համար։ Լավ մանկաբարձ գինեկոլոգ լինելու համար սկսենք ուսանողական տարիներից։ Նախ պետք է անմիջապես դու ընդունվելու առաջին տարիները դու հասկանաս, թե որ մասնագիտությունն է քեզ հոգեհարազատ։ Երբ հիշում եմ իմ ընդունելության տարիները, դեռևս առաջին կուրսից ես արդեն ընտրել էի մանկաբարձ գինեկոլոգի մասնագիտությունը եւ արդեն երրորդ տարուց որոշեցի աշխատել հերթապահել հիվանդանոցում եւ առաջին քայլերը սկսվեցին այդտեղից։ Այնուհետև կլինիկական օրդինատուրայում գրեթե մասնակցում էի բոլոր վիրահատական միջամտություններին, չնայած նրան, որ ամուսնացած էի, ունեի հղիություն եւ Բեգլարյան բժշկական կենտրոնում պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը երբ մտնում էր վիրահատարան, իրենից առաջ արդեն ես վիրահատարանում էի։ Նույնիսկ զայրանում էր ասում, որ դու հղի ես, ինչպես ես մտնում վիրահատարան, սա աղջկա մասնագիտություն չի, բայց միևնույն է, որոշել էի եւ պետք է դառնայի մանկաբարձ գինեկոլոգ, այն էլ վիրաբույժ։ Այո, որքան էլ որ աղջկա մասնագիտություն չէ, վիրաբույժ լինելը, գինեկոլոգ վիրաբույժ, բայց դուք պատվով եք հաղթահարում այդ ամենը եւ ամենաբարդագույն վիրահատությունների տակից պատվով դուրս եք գալիս։ Փառք Աստծո, դա յուրաքանչյուր հիվանդի խնդիր, դա բժշկի խնդիրն է։ Եվ յուրաքանչյուր բժիշկ իր բուժառուին պետք է ընդունի, ոնց որ կընդունի իր ամենահարազատ էակին եւ ապրի իր եւ ցավով, եւ հաջողությամբ, եւ վիրահատության արդյունքով, այսինքն ամբողջ նվիրումով, եթե դու մասնագիտական գործունեություն ես ծավալում եւ պացիենտն է գոհունակ եւ դու ես քեզանից գոհունակ։ Չեմ սխալվի, չէ, եթե ասեմ, որ ձեր աշխատանքի ամենահուզիչ, ամենագեղեցիկ, բայց եւ ամենաբարդ կողմը դա երեխայի ծնունդի ընդունումն է։ Ինչու ամենաբարդ, որովհետեւ այս ժամանակ դու գործ ունես երկու կյանքի հետ։
Իհարկե մանկաբարձությունը ել ավելի բարդ է եւ պատասխանատու, ինչպես ասացիք, գործ ունենք երկու կյանքի հետ։ Նշեմ, որ վերջին տարիները շատ են էքստրագենիտալ պաթոլոգիաները, որոնց արկայության դեպքում շատ անհրաժեշտ է ժամանակին եւ ճիշտ կողմնորոշում։ Ես կուզեմ մեր նորապսակներին, զույգերին, որոնք պլանավորում են հղիություն, իրենց հորդորել հղիություն պլանավորելուց առաջ անցնել որոշակի հետազոտություններ, որպեսզի հետագայում զերծ մնանք որոշակի պաթոլոգիաներից, դրանք կլինեն եւ խրոմոսոմային անոմալիաներ, եւ սպառնացող վաղաժամ ծննդաբերություններ, եւ վիժումներ, սա շատ կարեւորում եմ, քանի որ արդեն միզդիսցիպլինար մոտեցում է եւ առաջնային օղակում էլ գոյություն ունեն գինեկոլոգիական կաբինետներ, մանկաբարձագինեկոլոգիական կաբինետներ եւ նույնիսկ նրանք իրենց հետազոտությունները կարող են անցնել համապատասխան առաջնային օղակում։ Դա շատ կարևոր է, դա երեխայի գրագետ պլանավորում է։ Այո, գիտակցելով այն փաստը, որ ձեր հետազոտությունների արդյունքում դուք կունենաք առողջ սերունդ եւ պետք չի հղիանալ, որոշակի անհաջողություն ունենալ, որից հետո նոր մտածել, թե ինչպես կարող ենք ունենալ առողջ սերունդ։ Եվ վերջին տարիներին շատ բարձրաձայնվում է պլանավորման գործում 50% կնոջ դերն է 50 տղամարդու, այնպես որ մեր հասարակությունում եթե կնոջն էին տանում մանկաբարձ գինեկոլոգի մոտ, հիմա արդեն զույգերով են դիմում։ Միասին են գնում։ Այո։ Դուք հիշում եք ձեր առաջին ծննդաբերությունը, երբ ինքներդ բժիշկ էիք եւ ինչ ապրումներ ու ինչ զգացումներ ունեիք։ Շատ ստրեսային օրեր եմ անցկացրել։ Իհարկե բաժանմունքի վարիչի հետ մեկտեղ ենք մենք ընդունել եւ ծննդաբերությունը եւ կեսարյան հատումը։ Այստեղ շատ կարեւոր է ներքին համախմբվածություն եւ կողմնորոշում եւ ներքին ամբողջ ուժերը հավաքում ես, որ ճիշտ մոտեցում ցուցաբերես։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են եղել քո ուսուցիչները։ Եվ դուք փայլուն ուսուցիչներ եք ունեցել։ Ես ունեցել եմ պրոֆեսիոնալներ, երջանկահիշատակ Գագիկ Արտաշեսովիչը, որը իմ կողքին է եղել իմ կայացման գործում, ունեինք ծնարանի վարիչ Ռայսա Սարգիսովնան, որի հետ առաջին կեսարյան հատումն եմ արել եւ երբեք չեմ մոռանա իրենց ճիշտ ուղղորդումը, ճիշտ խորհուրդը, թե ինչպես պետք է վիրահատես, ինչպես քեզ պետք է պահես օպերացիոնում, դրանք շատ կարևոր մոտեցումներ են, թե ինչպես դու առաջին քայլերը ճիշտ անես եւ ոնց սկսես, այդպես էլ կշարունակես։ Երեխայի ճիճը եւ ձեր զգացողությունը, երբ հայտնվում է ձեր ձեռքում։ Եվ ադմինիստրատիվ աշխատանք եմ կատարում, եւ դասախոսական ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, բայց ամեն երեխայի ճիճ ինձ նոր լիցք է տալիս։ Ես երբ որ երեխային գրկում եմ, նույնիսկ 5 րոպե փաղաքշում եմ, մազերն եմ սանրում, եւ դա ինձ լրացուցիչ չեմ կարող ասել ինչ լիցքեր է տալիս։ Երևի նույնիսկ կյանքի տևողությունն է երկարացնում։ Գիտեմ, դուք ֆանտաստիկ սեր ունեք փոքրիկների հանդեպ, նորածինների։ Այո, ճիշտ եք նկատել։ Որն է այն ամենավտանգավոր հետաձգված որոշումը, որ կանայք հաճախ անում են չդիմելով գինեկոլոգին, եւ այն տարածված խնդիրները, որոնցով կանայք ավելի ուշ են դիմում գինեկոլոգին։ Մեր ժամանակներում սխալ է ուշ դիմել գինեկոլոգի։ Բազմաթիվ խնդիրներ ունենք։ Կանայք, երբ որ արդեն կլիմակտերիկ շրջան է, իրենց թվում է վերջացավ։ Կլիմակտերիկ շրջանը սկսվեց եւ իրեն կարիք չունեն մանկաբարձ գինեկոլոգի մոտ գնալու։ Սա այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ունենում են անմիզապահության խնդիրներ, իջեցումներ, կա ներքին լարվածություն, ամոթի զգացում, որ իրենց խնդիրները չեն բարձրաձայնում։ Դրա համար ինձ թվում է լրատվական դաշտի միջոցով պետք է տեղեկացնել
որ սիրելի կանայք, պետք է ժամանակին դիմել, ապրել ավելի բարվոք, չունենալ որևէ խնդիր, այսինքն, եթե ունեք կլիմակտերիկ շրջան, պետք է համապատասխան հորմոնալ պրեպարատներ օգտագործել։ Ազգաբնակչությունը շատ վախենում է հորմոնալ բառից, բայց դրանք շատ տեղին են եւ փոքր քանակությամբ հորմոնները ընդհակառակը երկարացնում են կյանքի տևողությունը, մաշկի որակն են բարելավում, զերծ են պահում որոշակի խնդիրներից։ Շատ կարևորում եմ նաեւ ուրոգինեկոլոգիական խնդիրների ներդրումը մեր հանրապետությունում, որը մենք վերջին տարիները ունեցանք մասնագետներ, Ամերիկայի պրոֆեսորների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ եւ դիմելիությունը ավելանում է օրեցօր։ Այստեղ նույնիսկ մեզ մոտ են այցելում արտերկրից, վերջին ժամանակներս մեզ մոտ եկավ մի կին Անգլիայից եւ ասաց, որ խնդրում եմ բուժում նշանակել, ես կլիմակտերիկ տարիքում եմ եւ այնտեղ ասում են ոչ մի բան հարկավոր չէ։ Մարդը զգացել էր, որ ինքը խնդիրներ ունի ջերմահորդանք, ունի ճնշման բարձրացում, ունի չորություն հեշտոցում եւ այս խնդիրների համար ընդհանրապես մեկ խորհրդատվությամբ դու կարող ես իր կյանքի որակը լավացնել։ Իսկ ինչու ոչ։ Իսկ որքան կարևոր է կնոջ պարբերաբար ստուգումը եւ ինչ պարբերականությամբ եք դուք խորհուրդ տալիս։ Ընդհանրապես կինը տարին մեկ անգամ պետք է այցելի մանկաբարձ գինեկոլոգի։ Առաջնային օղակում 30-ից 60 տարեկան կանանց համար գոյություն ունի սկրինինգային հետազոտություն, արգանդի պարանոցի սկրինինգային հետազոտություն քաղցկեղի կանխարգելման։ Եվ այժմ դրվել է նույնիսկ HPV-ի հետազոտություն, որը գիտենք նախատրամադրող գործոն է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման։ Եվ ինչու չօգտվել անվճար սկրինինգային հետազոտություններից։ Եվ առաջնային օղակում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք կարող են տալ ձեր բոլոր հարցերի պատասխանը, եթե խուսափում են ստացիոնարից։ Ես այստեղ հիմա ուզում եմ պարտորեն ֆիքսել, որ Բեգլարյան բժշկական կենտրոնը արդեն մեկ դարյա պատմություն ունի եւ քաղաքի վստահելի հասցեներից մեկն է։ Դուք շարունակում եք զարգանալ, աճել, բերել միջազգային փորձը։ Մեկը մեկի հետևից բացվում են բաժանմունքներ, որոնք պատիվ կբերեն ցանկացած եվրոպական կլինիկայի, եւ ես որպես հայ մարդ եւ քաղաքացի հայ երկրի ինձ շատ մի տեսակ թիկունքս ամուր եմ զգում եւ ինձ շատ հպարտ եմ զգում։ Վերջերս էլ բացվեց, վերջերս ասելով 1 տարի առաջ էր, չէ՞։ GGRC Armenia վերարտադրողական կենտրոնը միջազգային փորձը, լավագույն սարքավորումները, նորագույն տեխնոլոգիաները, ամեն ինչ, որպեսզի ամուսնական զույգերը իրենց ամենամեծ երազանքը երեխա ունենալը դարձնեն իրականություն։ Իհարկե, Բեգլարյան բժշկական կենտրոնը դեռևս 1920 թվականից գործում է մեր հանրապետությունում եւ բոլորը գիտեն, որ ինքը հանդիսանում է Alma Mater, այսինքն բոլոր մանկաբարձ գինեկոլոգները կրթվել են Բեգլարյան բժշկական կենտրոնից։ Դեռ այն ժամանակ երկրորդ ծննդատուն էր համարվում։ Պատասխանատվությունը շատ մեծ է, երբ որ դու պրոֆեսիոնալներից հետո այժմ կարողանում ես այդ բժշկական մեծ հաստատությունը կայացնել եւ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։ Դեռևս որպես ծննդատուն արդեն նպատակահարմար չէր եւ անհրաժեշտ է լրացնել բաժանմունքներով եւ որոշեցինք լրացնել քիթ-կոկորտական ջաբանական, պլաստիկ վերականգնողական, վիրաբուժական եւ ամենակարևորը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, այսինքն էմբրիոնի ստեղծում, պահպանում եւ երեխայի ծնունդ։ Կարող եմ ասել տարածաշրջանում նման բաժանմունք հագեցվածությամբ չկա։ Ինչն է շատ կարևոր, կան գործիքներ, որտեղ դու կարող ես նույնիսկ առանց միկրոսկոպի կարողանալ տեսնել էմբրիոնի զարգացումը եւ արհեստական ինտելեկտի միջոցով ճիշտ էմբրիոնի ընտրությունը, հետագա էմբրիոնի գենետիկական հետազոտությամբ եւ տեղադրմամբ։
Փառք Աստծո մեզ հաջողեց այդ գործը, ունենք բազմաթիվ հղիներ, Ինչ հաճելի է։ շատ հաճելի է եւ նույնիսկ վերջերս կարող եմ ասել մի կին միայնակ, որը 46 տարեկան էր, իհարկե 35 տարեկանից բարձր կանայք հանդիսանում են ռիսկի խումբ, միոմաներով եւ ինքը իր վերջին, այսպես ասած, շանսն էր, ասեց բժշկուհի ջան, չգիտեմ, վերջին շանսս է եւ 1 ամիս առաջ ասում եմ բժշկուհի ջան, ես հղի եմ։ Այդ երջանկությունը, որը փոխանցում է քեզ, դա լրացուցիչ սիմուլ է հանդիսանում, որ դու ել ավելի բարելավես, ել ավելի նորամուծություններ ունենաս նման բաժանմունքում։ Եվ շատ կարևորում եմ նաև օնկոֆերտիլության գաղափարը, եւ մեզ հաջողեց ունենալ օնկոֆերտիլության հայկական ասոցիացիան դեռևս մի քանի ամիս առաջ եւ թե ինչպես այդ մշակույթը ներդնել մեր հանրապետությունում վերջին ժամանակներում քաղցկեղի խնդիրն է ավելացել եւ երիտասարդները մինչ քիմիոթերապիայի բուժումը պետք է կարողանան կրիոկոնսերվացնել ձվարանային հյուսվածք, սերմ, այս բիոբանկի ստեղծման գաղափարն է, որ մենք կարողանանք ներդնել մեր հանրապետությունում։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որովհետև այստեղ էլ անհրաժեշտ պահպանման խնդիր։ Այո, մենք ունենք այդ խնդիրը, մենք ունենք մեր ազգի արդեն քանակական շատացման, բազմացման խնդիրը եւ մենք պետք է մտածենք ավել լայնածավալ միջդիսցիպլինար մոտեցում ցուցաբերելով սկսած առաջնային օղակից թերապևտ, գինեկոլոգ, արդեն օնկոլոգ, որպիսի կարողանանք ինֆորմացիան ճիշտ ժամանակին տեղ հասցնել եւ մինչ քիմիոթերապիայի բուժումը արդեն 24-72 մաքսիմում ժամվա ընթացքում մենք կարողանանք այդ կրիոկոնսերվացիան ապահովել։ Որքան գիտեմ, GGRC Armenia վերարտադրողական կենտրոնում գործում է նաև պետպատվեր, չէ՞ արդեն։ Իհարկե, կարող են պետպատվերի շրջանակում դիմել GGRC Armenia վերարտադրողական կենտրոն եւ ստանալ համապատասխան օգնությունը։ Եղել ենք քիթ կոկորտական ջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում, այն որ մտնում ես դռնից ներս եւ այսպես աչքերդ բաց են մնում ամեն առումով եւ էսթետիկ միջավայրի եւ տեխնիկական հագեցվածության եւ 21-րդ դարի վերջին չափանիշներին համապատասխան պալատների ամեն ինչի դե մասնագետներին թողած մի կողմ փայլուն մասնագետներին բրավո ձեզ։ Իհարկե մեզ հաջողեց ունենալ նման բաժանմունք քրտնաջան աշխատանքի շնորհիվ եւ բաժանմունք ունենալը մի խնդիր է համալրել պրոֆեսիոնալներով դա լրացուցիչ եւ կարեւորագույն խնդիր է։ Կարծում եմ մեզ հաջողեց բաժանմունքը համալրել պրոֆեսիոնալներով։ Հայկ Բախշյան, Գայանե Արզումանյան, որոնք հայտնի են որպես եւ պրոֆեսիոնալ եւ ազնվագույն մասնագետներ մեր հանրապետությունում։ Դուք խոսեցիք ձեր փայլուն ուսուցիչներից, դուք այսօր նաեւ չեք լքել ձեր հարազատ ամբիոնը, դասավանդում եք, ամբիոնի ղեկավարն եք եւ ինձ հետաքրքիր է, ինչպիսի սերնդափոխություն է այսօր։ Ունենք հրաշալի սերունդ, ունենք նպատակասլաց սերունդ, որոնք ընդունվելով բուհ արդեն նպատակ ունեն, թե ինչ մասնագետ պետք է դառնան, քանի որ մրցակցությունը մեծ է։ Այսօր եթե դու մասնագետ չես, ով ուզում ես եղի, քեզ մոտ ոչ ոք չի գալու։ Թե ինչպես են աշխատում մեր կլինիկական օրդինատորները, ես հպարտանում եմ եւ ստեղծում եմ ամեն բան, որպեսզի նրանք մասնակցեն վիրահատություններին, մանիպուլյացիաներին եւ նույնիսկ կազմակերպում ենք ամեն շաբաթյա գիտական դասընթացներ, որպեսզի նրանք կայանան մինչև իրենց կլինիկական օրդինատուրա ավարտելը։ Նաև ողջունում եմ մեր ուսանողներին ցանկությունը սովորելու։ Շատ մեծ է ցանկությունը եւ նույնիսկ քննություններից առաջ նրանք խնդրում են լրացուցիչ դասախոսություններ, որպիսի ավելի բարձր գնահատականներ ստանան։ Շատ ողջունելի է այս ամենը եւ ես մեծ սիրով եմ նրանց հետ աշխատում։ Կարծես իմ երեխաների նման։ Դա շատ կարեւոր է, որ իրենք զգում են այդ սրտացավությունը,
այդ ի սրտե օգնությունը իրենց կայացման գործընթացում։ Եվ ամեն տարի նույնիսկ կազմակերպում են գիտաշողով մեր լավագույն կլինիկական օրդինատորների մասնակցությամբ, որպեսզի իրենք կարողանան ավելի լայն հարթակներում ցուցաբերել իրենց գիտելիքները։ Ուսուցչի դերը մեծացնում է չէ պատասխանատվությունը։ Մեծացնում է պատասխանատվությունը եւ ամենակարևորը ուսուցիչը օրինակ է ուսանողի համար։ Եվ տարիներ անց, երբ որ ինքը կայանում բժիշկ է դառնում, եւ դու այցելում ես, ասում այ ինքը մեր դասախոսն էր, խիստ էր, բանիմաց էր, պրակտիկ էր, ինչ սովորեցի իրենից, ամբողջը հաշվի պետք է առնես։ Դուք խստապահանջ եք եւ խստապահանջ եք ամենուր։ Ես վստահ եմ, որ դուք խստապահանջ եք հենց առաջինը ձեր հանդեպ։ Շատ ճիշտ եք նկատել։ Ընդհանուր խստապահանջությունը բոլոր օղակներում գալիս է հենց այդ կետից։ Դեռևս մանկուց ես ինքս իմ հանդեպ խստապահանջ եմ եղել։ Միգուցե դա գալիս է գենետիկ, միգուցե գալիս է ծնողական դաստիարակությունից եւ ապրել եմ այնպես ամեն քայլս հաշվի առնելով, շատ դժվար է, երբ որ դու ուղղակի ապրում ես ոչ քեզ համար եւ հաշվի ես առնում հասարակության կարծիքը։ Այ կարող եմ ասել վերջին ժամանակներս երիտասարդությունը ապրում է իրեն համար։ Շատ հաշվի չառնելով հասարակության կարծիքը, բայց դա կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ դու ապրում ես մի հասարակությունում եւ շատ լայն չէ եւ պետք է ապրես ճիշտ, պետք է ապրես ճիշտ հետք թողնելով, որովհետև սերունդները արդեն մատնանշում են քեզ։ Իսկ ինչպես ստացվեց, որ դուք բժշկությունից անցում կատարեցիք դեպի կառավարման դաշտ, դուք Բաղրամյան բժշկական կենտրոնի տնօրենն եք։ Որպես բժիշկ կայացման գործընթացում շատ կարևորում է առաջնային օղակի դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Այսինքն կանխարգելիչ օղակը, ինչպես կանխարգելել հիվանդությունները, որպեսզի բուժառուն ստացիոնար քիչ դիմի։ Եվ այդ էր հիմնական ցանկությունս, որ ուզեցի կառավարեմ առաջնային օղակը։ Եվ կարծում եմ ինչ հաջողեց, առաջնային օղակը ձևավորեցի լավագույն մասնագետներով եւ ամենակարևորը ես աշխատում էի, որ որևէ բնակիչ դժգոհ չի պիտի լինի։ Մեր ազգը բնակչությունը շատ զրկանքներ կրած, շատ ստրեսներ տարած եւ նույնիսկ որոշակի ազգաբնակչության մաս չգիտի ինչ օրենքներ են գործում եւ ինչն է իրեն հասանելի։ Կարծում եմ մեզ դիմաց մոտ 47000 ազգաբնակչություն է սպասարկում Բաղրամյան առողջության կենտրոնը եւ կարծում եմ բոլորը տեղյակ են իրենց հասանելի բժշկական օգնության մասին։ Եվ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ցիվիլ ստացիոնարին համարժեք պայմաններում այցելել բժշկական կենտրոն եւ հաճույքով սպասարկվել։ Այսինքն վերացվեց այն գաղափարը, որ պոլիկլինիկ հաստատությունը նրա համար է, երբ որ անհրաժեշտ է որևէ տեղեկանք։ Դա շատ կարևոր էր ինձ համար եւ կարծում եմ ինձ հաջողեց։ Դա երևի թե ամենաբարդ հարցը լուծելն էր, չէ՞, ստեղծել վստահություն առաջնային օղակի հանդեպ։ Այո, տարեց տարի աշխատելով այդ առաջնային օղակի գործունեության կարգավորման համար, կարծում եմ օրերս արդեն առողջապահության ապահովագրման ներդրման զուգընթաց ել ավելի կարևորվեց առաջնային օղակի դերն ու նշանակությունը։ Դժվար չէ երկու տարբեր միջավայրերում աշխատելը։ Դժվար չէ, քանի որ մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի։ Իսկ կա տարբերություն ձեր մոտեցումներում երկու տարբեր թիմերի հետ աշխատելիս։ Պատկերացրեք, չկա, Արժեքները նույնն են։ Արժեքները նույնն են եւ արժեքների ճիշտ ներդրումը կախված է ղեկավարից։ Եթե դու չես սիրում լսել բամբասակ, եթե դու աշխատում ես ճիշտ եւ պահանջդ մեկն է, թե ինչպես օգնել մարդուն, կարծում եմ ստացվում է։ Դուք մեծ փոփոխությունների գեներատոր եք, կներեք էլի հենց այդ բառով եմ ձեզ բնութագրում։ Ինչն եք փորձել փոխել, այն ամենակարևորը մարդկանց մտածելակերպում առողջության հանդեպ։ Շատ կարևորում եմ եւ անընդհատ փորձում եմ փոխել, որ ժամանակին պետք է դիմել բժշկի։ Դա շատ կարևոր է, որպեսզի հետագա բարդություններից զերծ մնանք։ Եվ ամենօրյա աշխատանք եմ կատարում դրա հանդեպ։
Իսկ պոլիկլինիկան առողջապահական համակարգում ինչպիսի օղակ պետք է լինի։ Պոլիկլինիկան ի սկզբանե դրված է որպես առաջնային օղակ, կանխարգելիչ օղակ եւ այդպես էլ շարունակում է աշխատել։ Այս վերջին փոփոխությունը, բժշկական ապահովագրությունը, ինչ է տալիս պացիենտին եւ ինչ է տալիս բժշկին։ Բժշկական ապահովագրության ներդրումը ողջունելի է, քանի որ ամբողջ աշխարհում է դա ներդրված։ Իհարկե մի պահ խոճապեր, դա նորմալ է, որովհետեւ յուրաքանչյուր նորամուծություն սկզբնական շրջանում խոճապ է առաջացնում, բայց բազմաթիվ բուժառուներ, որոնք չէին այցելում ֆինանսական խնդիրներից ելնելով բժշկին, նրանք կարողացան օգտվել այդ ծառայություններից։ Եվ դեռևս կարգավորման փուլում է կլինեն որոշակի դժգոհություններ բուժանձնակազմի կողմից, բուժառուների կողմից, բայց կարծում եմ, որ մեզ կհաջողի լիովին իրականացնել այդ գործընթացը։ Ձեզ ձեր պացիենտները անվերապահորեն վստահում են եւ հավատում են։ Իսկ երբ պացիենտը չի հավատում, չի վստահում, ով է այդ դեպքում պարտվում այդ իրավիճակում։ Գիտեք, երբ որ պացիենտը չի վստահում, չի հավատում, նա քեզ չի դիմում։ Դիմում է մեկ այլ բժշկի, բայց լինում են պացիենտներ, որոնք մի քանիսին են դիմում եւ ելի չեն հավատում։ Պացիենտին անհրաժեշտ է արդեն հոգեբանական մոտեցում։ Եվ այստեղ կարևորում եմ յուրաքանչյուր բժիշկ պետք է լինի նաեւ հոգեբան։ Դու պետք է հավատ ներշնչես։ Եթե քեզ չհավատա, նա չի բուժվի։ Մենք ունեցել ենք բժիշկ, որ հավատքով, այսինքն այնպես էլ հավատ ներշնչում, որ նույնիսկ եթե դեղորայք չտար, պացիենտը հղիանում էր։ Դա շատ կարևոր փաստ է։ Տարիների փորձից ելնելով եմ ես դա ասում։ Ունեմ պացիենտներ, որոնք նույնիսկ ոչ մանկաբարձ գինեկոլոգիական խնդիրներով են դիմում, երբ որ ասում եմ պետք է գնաս թերապևտի մոտ, նեղ մասնագիտական ծառայություններից օգտվես, չէ, առաջինը ձեզ ասեմ, հետո գնամ։ Իսկ ինչպես եք դուք կառուցում այդ վստահելի հարաբերությունները։ Ինչ է կարևոր դրա համար։ Դրա համար կարևոր է ազնվություն եւ ճիշտ մոտեցում եւ հոգեպես նվիրում, այսինքն երբ որ դու քո գործին նվիրած ես եւ դու չես զլանում նույնիսկ ամբողջ օրյա ռեժիմով պատասխանել նրանց հարցերին, երբ որ նրանք WhatsApp կամ Viber խմբերում հարցադրումներ են անում նույնիսկ աշխատանքից դուրս, այսինքն նա ունի այդ ստրեսը, նա ցանկանում է այդ հարցի պատասխանը ստանալ եւ դու մեկ հարցի պատասխան տալով կարող ես ամբողջ իր առօրյան փոխել։ Դա վերաբերվում է հիմնականում հղիներին, որոնք կարող են անկախատեսելի խնդիրներ ունենալ օրվա ընթացքում։ Շատ կարևորում եմ բժշկի եւ հոգեվորականի կապը, այսինքն երկուսն էլ ապահովում են մարդու եւ երկնքի հետ կապը։ Դուք ասում եք, որ առաջին կուրսից արդեն նեղ մասնագիտության առումով կողմնորոշված եք եղել եւ անցկացրել եք Բեդերան բժշկական կենտրոնում, հա, ձեր ուսանողական առօրյայի մեծ մասը, այսինքն Հիպոկրատին երդում տալուց դուք պատրաստ եք եղել, չէ, այն բոլոր զոհողություններին, որ հետո արել եք լավ մասնագետ լինելու համար։ Իհարկե, եւ յուրաքանչյուր բժիշկ պետք է գնա այդ զոհողությանը եւ երդում տալուց ինքը պետք է գիտակցի, թե հետագայում ինչ է իրեն սպասվում, ինչպես նա պետք է կարողանա բուժել եւ առողջ սերունդ տալ մեր հասարակությանը։ Այլապես լավ մասնագետ դուրս չի գա իրենից, իսկ վատը չարժե լինել։ Բոլոր ոլորտներում վատը չարժե Առավել եւս բժշկության մեջ։ Լավ, ինչպես եք կարողանում ձեր էներգիան այսպիսի գրաֆիկի մեջ պահպանել։ Յուրաքանչյուր մանկանչիչ ինձ լրացուցիչ էներգիա է տալիս։ Բայց երբ վերջապես մի փոքր ազատ ժամանակ եք ունենում, ինչով եք լցնում այն։ Ազատ ժամանակը աշխատում եմ անցկացնել ընտանիքիս ծնողներիս հետ։ Եվ ասեմ, լրացուցիչ լիցքերը նաև ստանում եմ ընտանիքիցս եւ ծնողներիցս։ Ազատ ժամանակ սիրում եմ նվագել, սիրում եմ երաժշտություն լսել, բնության հետ կապը շատ սերտ է եւ այսպես։ Եվ մի հարցել այ էմոցիոնալ հավասարակշռության մասին, հա, ինչպես եք կարողանում այս բարդ ոլորտում բարդագույն աշխատանքների ժամանակ պահպանել։ Դժվար էր երիտասարդ տարիքում, բայց տարեց տարի ես զգում եմ համբերատարությանս չափը ինչքան է ավելանում եւ այս տարիներին ավելի հեշտ կարողանում եմ հանդարտ համակերպվել
Քիչ խոսել, շատ լսել։ Մենք ձեզ հանդիպում ենք վիրահատարանում, մենք ձեզ հանդիպում ենք ձեր կաբինետում, մենք ձեզ հանդիպում ենք դասավանդելիս, ինչպես նաև տնօրենի աթոռին։ Այդ բոլոր դերակատարումների մեջ կա ավելի շատ հոգեհարազատ դերակատարում։ Պատկերացրեք բոլորն էլ հոգեհարազատ են։ Սիրելի չկա ամենասիրելին։ Ամենասիրելին դա երեխայի ծնունդն է։ Ինչպես պտտվում են, գալիս ենք նույն կետին։ Դա ամենամոգական պահն է։ Այո, այն գաղափարը, որ դու սերունդ ես տալիս եւ առողջ սերունդ ես տալիս եւ օրեցօր տեսնում ես, թե ինչ հրաշալի սերունդ ես տալիս, արդեն երեխան ծնվելուն պես աչքերը բացում է եւ կարծես քո հետ հաղորդակցվում է։ Դրանից առավել կյանքում ոչինչ չկա։ Շատ շնորհակալություն սիրելի Արմինե, այսքան ջերմ հանդիպման համար, այսքան ինֆորմատիվ զրույցի համար եւ հրաժեշտին ես սիրով ձեզ եմ հանձնում Մարաշից այս շքեղ քաղցրավենիքների տուփը եւ ամենակարևորը, այսօրվանից դուք հրաժեշտին ինչ հետգրություն կուզենայիք թողնեիք բոլոր նրանց, ովքեր պիտի դիտեն այս զրույցը։ Ես կուզենայի բնության հետ կապված մի նախադասությամբ ամփոփել, որ բնության կարևորագույն օրենքը դա տեսակի պահպանումն է, իսկ տեսակի պահպանումը դա ներդաշնակությունն է, իսկ ներդաշնակությունը դա չափի զգացումն է։ Դեմ չեք, չէ, որ մենք ավարտենք բլիցով, մեր հանդիպումը։ Խնդրեմ։ Առանց ինչի չեք սկսում ձեր օրը։ Առանց սուրճի։ Ինչն է ամենաշատը ոգեշնչում ձեր կյանքի այս փուլում։ Հիվանդին օգնելը։ Ձեր ամենահաճախ կրկնվող խորհուրդը պացիենտներին։ Լինել համբերատար։ Ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։ Ոչ միայն սիրում, այլ ապրում եմ իմ աշխատանքով։ Ամենաշատ օգտագործվող բառը աշխատանքի ընթացքում։ Հույսով եղեք։ Երազանք, որ դեռ պահում եք ներսում։ Խաղաղություն։ Ինչի համար եք ամենաշատը շնորհակալ կյանքին։ Որ ունեմ լավ ընտանիք եւ լավ մասնագիտություն։ Եվ ամենավերջին հարցը, եթե ձեզ հնարավորություն տրվեր հաղորդագրություն ուղարկել 18-ամյա Արմինեին, ինչ կգրեիք։ Ապրիր այնպես, ինչպես ապրել ես։